Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան։ Հայ ազգային կոնգրեսն արդեն 3 դիմում է հղել մարդու իրավունքների պաշտպանին եւ նրանից պահանջում է Սահմանադրական դատարանում վիճարկել 2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի սահմանադրականությունը։ Երբ որևէ ակտ ուսումնասիրում ես հակասահմանադրականության տեսակետից եւ ինչ որ կարծիքի գալիս քանակը դիմելու ինչ որ իրավական որակների փոփոխություն է բերում, կարող է նաև 4-րդ անգամ եւ 5-րդ անգամ դիմել։ Մեկ անգամ ուսումնասիրել ենք եւ գտել ենք, որ այդտեղ հակասահմանադրականության խնդիր չկա։ Թեև մարդու իրավունքների պաշտպանն այսօր լրագրողների հետ հանդիպել էր խաղաղ հավաքների իրավունքների մասին իր արտահերթ զեկույցը ներկայացնելու համար, սակայն ստիպված էր անդրադառնալ այլ հարցերի։ Արմեն Հարությունյանը հասցրել է ծանոթանալ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սայդա Սաֆարյանի վերջին զեկույցին, որով հիմնավորվում է մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցությունը։ Բավականին համոզիչ գրել է եւ համապատասխան պետական կառույցները պետք է դա քննության առնեն, բայց դա բավարար չէ այդ մի կողմի գրածի հիման վրա, որպեսզի ես որպես իրավաբան ասեմ, համոզիչ է թե ոչ։ Մարդու իրավունքների պաշտպանն այսօր անդրադարձավ նաև 3 իր գրասենյակում կազմակերպված հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկմանը։ Նա դժվարացավ ասել հեռուստաընկերությունների թվայնացման արդյունքում Ամեկ+-ը կվերադառնա եթեր, թե ոչ։ Ես շատ ինձ լավ կզգայի, որ Ամեկ+-ը կարողանա եթեր վերադառնալ, որտեղ ես համարում եմ, որ Ամեկ+-ը ամենապրոֆեսիոնալ թմերից մեկն է։ Բայց հիմա նա կվերադառնա թե ոչ, չգիտեմ, ես ոնց ասեմ։ Իդեպ մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ արտահերթ զեկույցը լինելու է խոսքի ազատության մասին։ Իսկ այսօրվա զեկույցի խաղաղ հավաքների իրավունքների ոտնահարումների վերաբերյալ Արմեն Հարությունյանը փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որը կներկայացնի մոտ ապագայում։